Հարգելի գործընկերներ, մենք կարող ենք անցնել մեր օրակարգի վերջին հարցին, այն է Համաձայն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջադրում է Արմեն Քոթյանի թեկնածությունը եւ այս բանին քննարկելու ենք հետեւյալ հարցը, հետեւաբար խնդրեմ ըստ երևույթին սկսում ենք Տիկին Մանավազյանը կներկայացնի թեկնածուին եւ հետո խոսքը կտրվի պարոն Քոթյան ձեզ։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Մանավազյան։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան, սիրով կներկայացնեմ Արմեն Քոթյանի կենսագրությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ծնվել է Արմեն Մամիկոնի Քոթյանը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքում ճարտարագետի ընտանիքում 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Հրազդանի Օրբելո անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը նույն տարում ընդունվել եւ 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ներկայումս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը մաթեմատիկական մեթոդներ եւ գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում մասնագիտությամբ ստանալով տնտեսագետ մաթեմատիկոս որակավորում 2000 թվականին ընդունվել է կառավարության առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան ֆինանսներ դրամաշրջանառություն եւ վարկ մասնագիտությամբ ասպիրանտուրան ավարտել է 2003 թվականին պաշտպանելով տեխնացուական ատենախոսություն բանկային եւ արդյունաբերական կապիտալների փոխգործակցության հիմնախնդիրները թեմայով եւ ստանալով տնտեսագիտության տեխնացուի գիտական աստիճան 2003-2007 թվականներին աշխատել է կառավարման եւ տնտեսագիտական բարեփոխումների ինստիտուտում որպես գլխավոր մասնագետ այնուհետև բաժնի վարիչ 2007-ից 2016 թվականներին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես ասիստենտ այնուհետև դոցենտ 16 թվականի ապրիլից մինչև 17 թվականի մայիսը աշխատել է նույն համալսարանում Ամբերտ հետազոտական կենտրոնում որպես ծրագրի ավագ հետազոտող, ծրագրի համակարգող 2017 թվականի մայիսից կատարում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության եւ տվյալագիտության ամբիոնի վարիչի պարտականությունները 2022 թվականի մայիսից Fast Credit Capital վարկային կազմակերպությունում հանդիսանում է խորհրդի անդամ որպես փորձագետ ներգրավել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Եվրամիության, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն, հասարակական կազմակերպությունների, Ամբերտ հետազոտական կենտրոնի եւ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ծրագրերում եւ հետազոտություններում, որոնք առնչվել են մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային կլաստերների ձևավորման, ներդրումների արդյունավետության գնահատմանը, Հայաստանի Հանրապետության տնտեսության դիմակայունության բարձրացման խնդիրների վերլուծությանը եւ դրանց լուծման ուղիների մշակմանը, Հանրապետությունում սոցիալական բնակապահովման ռազմավարական մոդելի եւ գործիքների մշակմանը, կրթության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման խնդիրների հետազոտմանը, թվայնացման պայմաններում բիզնես միջավայրի բարելավման ուղիների նախանշմանը եւ այլն։ Հրապարակել է շուրջ 50 գիտական եւ հետազոտական աշխատանքներ, հոդվածներ։ Տիրապետում է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուների, անկուսակցական է, ամուսնացած է, ունի 2 զավակ եւ դուստր։ Այսքանը թերևս Պարոն Քոթյանի Շնորհակալություն, ինչպես ռեգլամենտը ըստ խոսքը պետք է տրվի պարոն Քոթյանին, խնդրեմ պարոն Քոթյան։ Շնորհակալություն, հարգելի Տիկին Վարդանյան, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, շատ կարճ կխոսեմ, ըստ էության Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության առավել կայացած պետական ինստիտուտներից է եւ կայացման տևական ճանապարհ է անցել այնուհանդերձ վերջին տարիների ընթացքում վերջին տասնամյակի ընթացքում կարելի արձանագրել առկա են որոշակի
տեմպերի դանդաղում եւ օրակարգում ուրեմն բացակայում են որոշ հարցեր, որոնք որ ընդհանրապես ժամանակակից կենտրոնական բանկի գործունեության տրամաբանության առումով չափազանց կարևոր են։ Մասնավորապես դրամավարկային քաղաքականության տրամաբանության մեջ այսօր օրակարգային խնդիր է դառել եւ բավական երկար ժամանակի օրակարգային խնդիր է այն, որ տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմը ըստ էության չի աշխատում կամ բավարար արդյունավետությամբ չի աշխատում, այսինքն անկախ նրանից կենտրոնական բանկը քաղաքականության տոկոսադրույքը ինչ փոփոխությունների է ենթարկում, աճ կամ նվազում, շուկայի, ավանդային, վարկային տոկոսադրույքների վրա դա էական ազդեցություն չի թողնում եւ ըստ էության ստացվում է, որ դրամավարկային քաղաքականության հիմնական այսպես ուղիներից մեկը, կանալներից մեկը, այսպես ասած, խցանված է եւ դա ոչ միայն փորձագետներն են դիտարկում, քննադատներ, այլև կենտրոնական բանկի պատասխանատուները իրենք։ Սա կարևոր հարց է եւ սա խորքային խնդիրների արտացոլումն է, իսկ այդ խորքային խնդիրների լուծումը հնարավոր է կենտրոնական բանկի գործունեության օրակարգում գերակայությունների որոշակի փոփոխության ուրեմն արդյունքում։ Ֆինանսական կայունության մասով կա ընկալման կենտրոնական բանկի եւ այսպես այլ կենտրոնական բանկերի ընկալումների որոշակի տարբերություններ։ Կենտրոնական բանկը առավել հաճախ կենտրոնանում է ֆինանսական համակարգի կայունության վրա, այսինքն ֆինանսական կայունություն ասելով հասկացվում է, ընկալվում է բանկային համակարգի կայունությունը, մինչդեռ հիմա ընկալումը բավականին լայն է։ Ըստ էության խոսքը տնտեսության կայունության մասին է եւ ֆինանսական համակարգի ու բանկային համակարգի կայունությունը մասնավորապես դիտարկվում է որպես գործիք տնտեսության կայունության հասնելու համար, այդ թվում նաեւ տնային տնտեսությունների ֆինանսական կայունության, պետության, այլ ուրեմն բաղադրիչների թվայնացման առումով այսօր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգում թվայնացման օրակարգը չնայած հագեցած է կարևոր բաղադրիչներով, կարևոր հարցերով, այնուհանդերձ թվայնացման առումով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը բավականին հետ է մնում, թե հարևան երկրներից, օրինակ Վրաստան, եթե դիտարկենք, այլ երկրներից եւս, ինչը ֆինանսական համակարգի մասնակիցների համար ըստ էության լավացիչ ծախսերի ենթադրում։ Ֆինանսաբանկային համակարգում մրցակցության առումով կան լրջագույն խնդիրներ, որոնք իրենց հերթին փոխանցման մեխանիզմով թե տոկոսադրույքի փոխանցման հարցում, թե սպառողների իրավունքների պաշտպանության հարցում լրջագույն խնդիրներ են ստեղծում։ Ըստ էության կարելի արձանագրել, որ կենտրոնական բանկի գործունեության համար անհրաժեշտ է նոր լիցք, արագացում է անհրաժեշտ եւ այդ արագացումը ենթադրում է օրակարգում այնպիսի հարցերի ներառում, որոնք որ հնարավորություն կտան վայելավել թե դրամավարկային քաղաքականության առավել կնճռոտ հարցերը, ֆինանսական համակարգում թվայնացման առավել էական հարցերը, բանկի թափանցիկության եւ հաշվետվականության բարձրացման խնդիրները, որոնք որ մենք հաճախ ենք նկատում առկա են, նաեւ վճարային ենթակառուցվածքների առումով առկա են նշանակալի խնդիրներ, սպառողների իրավունքների պաշտպանության եւ ընդհանրապես օրինակ արժույթի միջազգային հիմնադրամը տարիներ շարունակ մեր եւ մյուս բոլոր կենտրոնական բանկերին հորդորում է, որ շատ կարեւոր նշանակություն ունի արդյունավետության ցուցիչների կիրառությունը։ Անհրաժեշտ է հիմնական գործունեության հիմնական 5-6 ուղղություններում ներդնել KPI-ների համակարգ, որով հնարավոր կլինի գնահատել արդյունավետությունը, որպեսզի հասկանանք արդյոք կենտրոնական բանկը լիարժեք կատարել իր գործառույթները, ինչ արդյունավետությամբ, որոնք են պատճառները եւ այլն, եւ ցավոք սրտի պետք է արձանագրել, որ մեր կենտրոնական բանկը այսօր լիարժեք համակարգ արդյունավետության գնահատման դեռևս չունի։ Չնայած այդ հարցը նորից նշեմ տարիներ շարունակ բարձրացվել է, այսպիսի հարցեր կարելի է այսպես շատ բերել եւ իմ հանձնառությունը ես այստեղ տեսնում եմ կենտրոնական բանկում նոր օրակարգի կամ օրակարգում նոր գերակայությունների ձևավորմանը նպաստելը այնքանով որքանով որ խորհրդի անդամը կարող է
դրանց նպաստել եւ այստեղ կարևոր նշանակություն ունի ուրեմն նոր դրամաբանությամբ, նոր մտածողությամբ գաղափարների առաջադրումը, որոնք որ կաշկանդված չեն լինի ինստիտուցիոնալ իներցիայով, կան տարբեր տեսակետներ, օրինակ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ պետք է լինի, Կենտրոնական բանկի ուրեմն ճանապարհացած անձնավորություն, թե պետք է լինի, այսպես ասած, դրսից պատկերավոր, ըստ էության տրամաբանությունն այն է, որ պետք է այստեղ որոշակի հավասարակշռություն հաստատվի, որովհետև եթե խորհրդի անդամը Կենտրոնական բանկից է, դա այո, ինստիտուցիոնալ հիշողություն է ենթադրում որոշակի, բայց նաև որոշակի ինստիտուցիոնալ կառավարչական առումով կաշկանդվածություն է ենթադրում, ինչը չկա Կենտրոնական բանկը չներկայացնող ուրեմն տեխնացուների պարագայում եւ այստեղ կարելի է տարբեր ուրեմն կառույցների գնահատականներ մեջ բերել, որոնք այս հարցը չափազանց կարևորում են։ Ես չեմ ուզենա շատ երկարացնել, Տիկին Վարդանյան, եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, շնորհակալություն։